Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղարազյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն ժամանակ գտնելու եւ իմ հաղորդմանը հյուր գալու համար։ Պարոն Ղարազյան, դե արդեն բոլորը գիտեն, որ հունվարի 1-ից արդեն առողջապահության համընդհանուր ապահովագրման գործընթացը սկսվեց եւ առաջին փուլով մոտ 1.600.000 հոգի ընդգրկվեց։ Կուզեմ դուք մանրամասնեք, թե առաջին փուլով ովքեր եւ ինչպես են մասնիկը դարձել այդ ամենի։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներգրավել են բնակչության հիմնականում խոցելի խմբերը եւ նաեւ որոշակի տարիքային, սկզբունքով մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ բարձր տարիքի անձինք, ինչպես նաեւ հաշմանդամները, նպաստի համակարգում, աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները, սոցիալական այլ կարգավիճակներ ունեցող մեր քաղաքացիները, ինչպես նաեւ 200.000 եւ բարձր աշխատավարձ ստացողները, այսինքն վարձու աշխատողները, եւ նաեւ անհատ ձեռնարկատերը եւ նոտարները, եթե նրանց եկամուտը տարեկան համախառն եկամուտը 2.4 միլիոն դրամից ավել էր կազմել։ Այսինքն այս խմբի բնակչությունը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվեց օրենքի ուժով, իսկ արդեն իմ նշած խմբերում ներառված սկզբի խմբերում ներառված մինչև 18 տարեկան, 65 եւ բարձր տարիքի անձինք, սոցիալական տարբեր կարգավիճակների հիման վրա ներգրաված անձանց ապահովագրավճարը ամբողջությամբ 100%-ով փոխհատուցվում է պետական բյուջեից։ Այս պահին ինչ, եթե կան տվյալները արդեն, մարդիկ դիմելությունը բարձրացրել է հատկապես, իհարկե ողջունել է մինչև 18 տարեկանների եւ հատկապես 65+, ինչպես ասեցիք, ներգրավվածությունը, որը կարևոր օղակ է, արդյոք ակտիվ են ավելի ելնելով նրանից, որ ամեն ինչ անվճար է, մասնակցությունը դեպի հիվանդանոցներ գնալը եւ այլն, ինչպես է գնահատում։ Ինչպես որ մենք կանխատեսում էինք, դիմելության շատ մեծ աճ ունենք եւ դա հիմնականում պայմանավորված է ոչ միայն ներգրավող խմբերի համար ծառայությունների ընդգրկում փաթեթի ուրեմն առաջարկով, այլ նաեւ հետաձգված բազմաթիվ հիվանդությունների առկայությամբ, որովհետեւ ցավոք սրտի մեր նախորդ գործող համակարգը, որը իր բնույթով ավելի շատ սոցիալական առողջապահության ֆինանսավորման մոդել էր ենթադրում, այդ երաշխավորվում էր միայն բնակչության որոշակի սոցիալական խմբերի այս կամ այն ծառայությունների ընդգրկումը եւ շատ մեծ թվով մարդիկ մեր հաշվարկներով մոտավորապես բնակչության 50-60%-ը այդ ծառայությունները ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծրագրերի շրջանակներում այդ ծառայությունները ստանալու հնարավորությունից զրկված էին։ Ներկայումս բացի այն, որ նախկինում նաեւ այդ խմբերը, որոնք որ ունեին հնարավորություն օգտվել, որտեղ մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամները իրենք նաեւ պետական պատվերից կարող էին օգտվել, իրենց թվին գումարվեց նաեւ 65+ քաղաքացիները, 200.000 եւ ավելի շատ բարձր աշխատավարձ ստացողները եւ այլն, եւ մեր հաշվարկներում մոտավորապես 700.000 քաղաքացիներ, որոնք երբևէ չէին ունեցել որևէ հնարավորություն ուրեմն անվճար կամ փոխհատուցվող ծառայություններ ստանալու, ունեցան այդ հնարավորությունը եւ բնականաբար այդ հետաձգված առողջական խնդիրները նրանք փորձեցին իրացնել հենց այդ հնարավորությունը ստեղծվելու առաջին օրերի ընթացքում, ինչն էլ բնականաբար նաեւ մեր դիմելության զգալի աճի հիմնական պատճառներից մեկն է։ Շատ լավ, իրականում ինչպես արդեն նշեցի, շատ ողջունելի է, համակարգը ինքնին, բոլոր քաղաքակիրթ երկրներում արդեն կար, բայց այստեղ, քանի որ դուք էլ նշեցիք, որ 200.000 եւ ավել աշխատավարձ ունեցողները կարող են օգտվել, այս դեպքում, պարոն Ղարազյան, չեք կարծում, որ հենց 200.000 եւ ավել աշխատավարձ ունեցող մարդիկ փաստացի ունեն այն ֆինանսը, որ կարողանան վճարովի բժշկական ծառայություններից օգտվեն։
Արդյոք այստեղ սխալ չէ այն առումով, որ տուժում են մինչև 200,000 դրամ, առանց այն էլ քիչ աշխատավարձ ստացողները։ Տեսեք, իրականում տպավորություն կա այդպիսին, որ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները որոշակիորեն ֆինանսական հնարավորություններ ունեն իրենց կողմից ուրեմն ստացած ծառայությունների համար վճարելու, բայց հենց ապահովագրության ներդրումը ցույց է տալիս, որ այստեղ մենք նույնպես դիմելիության շատ մեծ աճ ունենք եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ աշխատող եւ որոշակի եկամուտ ունեցող քաղաքացիների համար առողջապահական ծառայությունները դեռևս ֆինանսապես հասանելի չեն եղել եւ նրանք նույնպես խուսափել են այդ ծառայությունները ստանալուց, այսինքն հետաձգել են իրենց բուժօգնությունը, գումար են կուտակել, խնայել կամ չգիտեմ այլ հնարավորություններն են փորձել իրենց մոտ գեներացնել, որպեսզի այդ ծառայությունները ստանան։ Հակառակ դեպքում մենք չէինք ունենա 18-ից 64 տարեկան մեր քաղաքացիների դիմելիության շատ ավելի բարձր ցուցանիշ, քան օրինակ 65 եւ բարձր տարիքի անձանց համար, ինչը մեզ համար նույնպես այսպես ոչ սովորական երևույթ էր եւ երբ որ մենք ուսումնասիրում ենք Այսինքն չէիք սպասում, որ այդքան մարդ հենց այդ տարիքային սանդղակում կդիմի։ Որովհետեւ այդ սովորույթը կամ մտածելակերպը, որ եթե քաղաքացին եկամուտ ունի որոշակի, ապա նա հնարավորություն ունեցել է իր առողջական խնդիրները։ Բայց ընդունենք, որ եթե 200 եւ ավել ստացողները, իհարկե 200,000 այսօրվա իրականությունում այնքան էլ մեծ գումար չի համարվում մեկ ամսվա ապրելու եւ այլնի համար, բայց եթե 200 եւ ավելը չի կարողանում դիմել, ապա մինչեւ 200,000 ստացողները բա ինչ պետք է անեն, ինչու են անտեսված նրանք։ Հիմա գամ հարցի երկրորդ մասին, թե ինչու 200,000 եւ ավել ստացողների համար մենք այս տարվանից կիրարկեցինք համակարգը, տեսեք, զուգահեռ կառավարությունը նվազեցրեց զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարի չափը եւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած մինչեւ 1 միլիոն աշխատավարձ ստացողների համար այդ վճարը դարձավ 1000 դրամ։ Մինչ այդ, օրինակ նույն 200,000-ից 500,000 աշխատավարձ ստացողները վճարում էին 5,500 դրամ, 500,000-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 8,500 դրամ։ Եվ քանի որ այս փոփոխությունը մտցվեց, իսկ մինչև 200,000 դրամ ստացողները նրանք վճարում են ընդամենը 1,500-ից 2,500 դրամ։ Համակարգի ներդրումը ենթադրում էր այս եկամուտ ստացող քաղաքացիների վարձու աշխատողների կողմից ապահովագրավճարի վճարում 10,800 դրամի չափով ամսական կտրվածքով եւ կառավարությունը, քանի որ զինապահ հիմնադրամին ուղղվող միջոցներից փաստացի աշխատավարձում ավելանում էր այս 4,500 դրամը, չէ, օրինակ 200-ից 500,000 դրամ ստացողների համար, պետական բյուջեից որոշում կայացրեց այս խմբի քաղաքացիների համար սուբսիդավորել եւս 6,000 դրամ, դրանով իսկ վերջիններիս կողմից փաստացի իրենց աշխատավարձից վճարվող ապահովագրավճարը առողջության կազմեց ընդամենը 300 դրամ։ Մինչև 200,000 դրամ ստացողների համար, քանի որ այդ զինապահի վճարը շատ ավելի փոքր էր, հետեւաբար այդ էֆեկտը ստանալու համար շատ ավելի մեծ սուբսիդավորման անհրաժեշտություն կառաջանար, իսկ եկեք չմոռանանք, որ կառավարությունն իր վրա շատ մեծ պարտավորություն է վերցրել մինչև 18 տարեկան եւ 65+ տարիքի մեր քաղաքացիներին, որոնց թիվը իմիջիայլոց 1,100,000 մոտավորապես, եթե ոչ ավել, այս քաղաքացիների համար ամբողջությամբ ապահովագրավճարը վճարում է։ Այդ մասին թերևս ոչ մեկ ոչ մի բան չի ասում, այդտեղ խնդիրը մինչև 200 եւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողների ընտանիքներում նույնպես այս տարիքային խմբի քաղաքացիներ, ընտանիքի անդամներ հաստատ կլինեն եւ սրանով մասնակիորեն վերցնելով բեռը իր վրա, կառավարությունը իհարկե հետագայում 2027 թվականից մենք նախատեսում ենք, որ բոլոր վարձու աշխատողները արդեն անկախ աշխատավարձի չափից, անհատ ձեռնարկատերերը անկախ իրենց եկամուտներից եւ նաեւ այլ պասիվ եկամուտ ունեցողները, օրինակ
միայն եթե վարձակալական վճար ունեն կամ չգիտեմ ավանդի չափ եւ այլն, եթե նման քաղաքացիներն էլ միանան համակարգին, նրանք նույնպես նույն պայմաններով կարող են միանալ այս համակարգին, այսինքն կատարել ապահովագրավճար, որի չափը բոլորի համար նույնն է 10,800 դրամ ամսական եւ ստանալ ապահովագրական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Դա կլինի հիանալի, եթե բոլորը իրոք արդեն մի օր գա, որ մասնիկ կդառնան այդ ամենին եւ այդ առումով գոնե ապահով իրենց զգանած։ Ես մի կարևոր բան էլ ասեմ, որ 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողների թվաքանակը մոտավորապես այս 5 ամիսների ընթացքում 25-30%-ով ավելացել է։ Պահանջում են, որպեսզի գրանցված երևի լինեն, հա, այո, այսինքն կառավարությունը նաև այստեղ անուղղակի նպատակ էր դրել, որպեսզի նաև այդ, չգիտեմ, ստվերային վճարումները կամ ստվերում գործող աշխատողները ազդեն իրենց գործատուների վրա, որպեսզի վերջինս օրինականացնեն իրենց աշխատավարձերը կամ շատ դեպքերում, եթե նույնիսկ օրինական ստանում էին, բայց մի փոքր ավելի ցածր էր, մի փոքր բարձրացնեն իրենց աշխատավարձը, որպեսզի նրանք նույնպես ընդգրկվեն այս համակարգում եւ մեր համար որպես առաջնահերթ նպատակ, որ մենք համարում ենք, որ հասել ենք այս փուլով, դա նա է, որ համակարգը ինքը պահանջված է եւ նաեւ այս դինամիկան աճը, որ մենք պլանավորել էինք շուրջ 1,600,000 քաղաքացի, հիմա արդեն 1,740,000 ապահովագրված անձ ունենք համակարգում, այսինքն այս դինամիկան աճի միտումը խոսում է այն մասին, որ համակարգը կայացած է եւ քաղաքացիները ցանկություն ունեն միանան համակարգին, կատարեն իրենց վճարումները եւ օգտվեն համապատասխան ծառայություններից։ Շատ կրկնվում եմ, շատ հիանալի, հատկապես մեծահասակների եւ երեխաների համար, բայց ամեն դեպքում, հատկապես Facebook-յան հարթակում տարբեր նորությունների տակ ես կոմենտները կարդում եմ, որ ելնելով նրանից, որ դարձել է անվճար շատ բաներ, անգամ այն մարդիկ, ովքեր կոնկրետ եւ հստակ խնդիր չունեն, գնում են, հա, ժամ են վերցնում եւ շատ արձագանքներ կա, որ կարծես բժիշկների, հատկապես թերապևտների ժամային գրաֆիկը այնքան է խտացել, որ այդ մարդիկ ուղղակիորեն ֆիզիկապես չեն կարողանում հասցնել սպասարկել բոլորին։ Եվ բացի այդ, ես զրուցել եմ մի քանի թերապևտների հետ, ովքեր ասում են, եթե մենք 10-ից 15 րոպեից ավել տրամադրենք մեկ հոգուն, ապա հերթը կշատանա եւ մարդկանց իրոք խնդիր ունեցող մարդու հերթը հնարավոր է այդ օրը չգա։ Այս հարցին ինչ լուծում եք տալիս եւ արդյոք գնահատում եք, որ ընդամենը 10 րոպեում ու այդ արագության տակ անընդհատ հիվանդներ ընդունելով թերապևտները կկարողանան ճիշտ հասկանալ, թե ում ինչ է հարկավոր վերջապես եւ արդյոք այդ ուղակի ստուգման գնացած մարդը եւ խնդիր ունեցող մարդը հերթի մեջ, այսպես ասած, չեն հանդիպի անընդհատ։ Դրա համար մենք որոշակի լուծումներ ենք իրականացրել արդեն իսկ, այսինքն մենք ավելացրել ենք առողջության առաջնային պահպանման օղակի բուժ անձնակազմի աշխատանքի տևողությունը։ Նախորդ տարիներին օրինակ նույն թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների իրենք են հիմնականում այս օղակի ներկայացուցիչները բուժանձնակազմը, իրենց աշխատաժամանակը շաբաթական կտրվածքով ընդամենը 33 ժամ էր։ Մենք հիմա ավելացրել ենք այդ ժամը եւ այս 2 տարիների ընթացքում նրանց աշխատաժամը պետքա լինի սովորական աշխատաժամ, այսինքն շաբաթական ոնց որ բոլորին 39 ժամ, ինչը հնարավորություն կտա նաև այդ հերթագրումների համակարգի ավելի կառավարելի դարձնել եւ նաև հնարավորություն կտա շատ ավելի մեծ թվով քաղաքացիներին։ Իսկ ավելի ճիշտ չէր լինի, որ մասնագետների քանակը ավելացվեր, ոչ թե աշխատաժամերը։ Տեսեք, մենք հիմնադրամը վճարում է կոնկրետ ծառայությունների դիմաց։ Այսինքն մենք հաշվարկում ենք ծառայությունները, ծանրաբեռնվածությունը, բժիշկների, նրանց վարձատրության չափականակները, այն բոլոր ծախսերը, որոնք իրականացվում են այդ ծառայությունը տրամադրելու համար եւ վճարում ենք բժշկական կազմակերպությանը։ Բժշկական կազմակերպությունը ինքը պետք է կառավարի այդ ֆինանսական միջոցները եւ նաեւ կառավարի իր աշխատակազմը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ նրանք գնահատում են
այս ընդհանուր ծավալները եւ նաեւ ընդգրկում են լրացուցիչ բուժանձնակազմ, որը նաեւ ինչ որ չափով ուրեմն կբեռնաթափի, հա, այն ծանրաբեռնվածությունը, Այսինքն լուծման ճանապարհը տվյալ բժշկական հաստատությունն է որոշում։ Բժշկական կազմակերպությունները իրենք արդեն պետք է կառավարեն այս գործընթացը, բայց մենք մի կողմ չենք քաշում, բնականաբար մենք օգնում ենք իրենց, մենք դասընթացներ ենք իրենց հետ անցկացնում, համակարգի ներդրման սկզբնական շրջանում բազմաթիվ առցանց հանդիպումներ ենք իրականացնել թե բուժ հիմնարկների տնօրենների, թե նաև բժիշկների հետ, նաև հենց նախարարը ինքն է նախաձեռնել բազմաթիվ այսպես առցանց հանդիպումներ, տեղում այցելություններ ենք կազմակերպել, փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջանում ընդհանուր առմամբ տեղեկատվական համակարգի եւ ընդհանուր կազմակերպչական հարցերում, այսինքն մենք այս process-ը բավարար չափով կառավարելի ենք դարձրել եւ բնական Ինչ խնդիրներ եք դուք նկատել այս ընթացքում, դեռևս մի քանի ամիս է, 6 ամիս արդեն համարյա, տարբեր խնդիրներ կա, որի մասին ես կբարձրաձայնեմ, կքննարկենք, բայց դուք լինելով այդ ամեն ինչի, հա, մեջտեղում, ինչ խնդիրներ եք նկատել, ինչի մասին են բողոքում, բժիշկներն են ավելի շատ բողոքում, թե հիվանդներ, այցելուները կամ ասենք, ինչ խնդիրներ կա, որոնք հենց դուք ֆիքսել եք ու արդեն լուծում կա կամ դեռ չկա։ Տեսեք, ծանրաբեռնվածության ես մի փոքր այդ խոսքս ավարտեմ, նաև այդ ծանրաբեռնվածության պատճառներից է նաև այդ իրենց հաշվետվողականությունը, տվյալների հավաքագրումը, որովհետև ցանկացած դեպքում նրանք պարտավոր են գանգատները լսել տվյալ ուրեմն շահառուի, հա, ընդհանուր պատկերը հասկանալու համար։ Այո, հասկանալ թե ինչ ախտորոշում է իր մոտ, հա, եթե ինչ որ խնդիրներ կան, ուղեգրումներ իրականացնել մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր գործիքային հետազոտությունների, այսինքն այս բոլոր գործընթացները կազմակերպելու համար նրանք որոշակի տվյալներ են հավաքագրում եւ այդ տվյալները պետք է փոխանցեն նաեւ հիմնադրամին, որը հիմք է հանդիսանալու նրանց վճարելու համար եւ ավելի շատ երևի այս process-ներում ուրեմն բժիշկների ընդգրկվածության մակարդակի բարձրացումն է, որ նաեւ պատճառներից մեկն է, որ իրենց ծանրաբեռնվածությունը ավելացել է, որովհետեւ չնայած նախկինում էլ մենք պահանջել ենք այդ տվյալները ներկայացնել եւ այլն, բայց սովորաբար քանի որ ծավալը շատ փոքր է եղել, դիմելությունը շատ քիչ է եղել, հիմնականում բժշկական կազմակերպություններում տեխնիկական օպերատորների միջոցով է այս process-ը իրականացվել, այսինքն ոչ բոլոր բժշկական կազմակերպություններում են բժիշկները անմիջականորեն ընդգրկված եղել այդ համակարգերով աշխատելուն։ Հիմա նրանց համար սա շատ մեծ լարվածություններ էր առաջացրել, բայց մենք փորձում ենք հիմա էլ որոշակի լուծումներ առաջարկել, դա նաև այդ speech to text-ն է, երբ որ իրենք կարող են ձայնագրել իրենց, հա, այդ գանգատները եւ այլն պացիենտների խորհրդատվությունը եւ տեքստի վերածել, հետո այդ տեքստի հիման վրա նրանց եզրակացությունները եւ այլն կազմել, ամեն դեպքում իրականում տեխնիկապես մի փոքր բարդացել է process-ը եւ հատկապես թերապևտների համար, որոնք պետք է ուղղորդեն բժիշկների մոտ, կրկնակի աշխատանք է դարձել, ինչից նրանք շատ բողոքում են։ Շատ հաճախ նրանք նաեւ զուգահեռ թղթային այդ բաներն են։ Իսկ այս հարցերը կարգավորման փուլ ունեն։ Մենք ընդհանրապես հորդորել ենք, որ բոլոր բժշկական կազմակերպություններում այդ թղթային տարբերակները հանեն, ամբողջությամբ անցնեն էլեկտրոնային տվյալների գրանցման, դե կախված արդեն նրանց համակարգչային գիտելիքներից եւ ունակություններից այդ փոփոխությունները մեծ տարիքով կատարվում են, հա, դրա համար մենք օժանդակող այսպիսի ծրագրեր ենք մշակում, որ նրանց համար նույնպես հեշտ լինի այդ անցումը կատարել, ինձ թվում է, բայց այդ փուլը մենք հաղթահարել ենք, արդեն այն սկզբնական շրջանում, եթե շատ ավելի շատ էին այդ բողոքները, ոմանք չդիմացան, դուրս եկան աշխատանքից, շատերը ասեցին այս հոսքին չենք դիմանում։ Նման դեպքերի այտենց ծանոթ չեմ, որ դուրս են եկել աշխատանքից, հակառակը, ուրեմն մեր պատմության մեջ երևի թե առաջին անգամ է, որ այս վերջին 2-3 տարիների ընթացքում օրինակ նույն դիմելիությունը ուրեմն հետ դիպլոմային մասնագիտացված կրթություն ստանալու ընտանեկան բժշկության նույն առողջության առաջնային պահպանման բավականին մեծացել է թիվը եւ նախարարությունն էլ բոլոր մասնագետներին նաեւ անվճար այդ
հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություն ստեղծում, այսինքն մենք զուգահեռ նաև այդ գործընթացն ենք իրականացնում, օգնում իրականացնել բժշկական կազմակերպություններին, որ նոր բժիշկներ պատրաստենք այդ ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելու նպատակով։ Մենք նաև էլեկտրոնային գործիքներ ենք մշակում, որպեսզի մեր քաղաքացիները, եթե անհրաժեշտ է օրինակ սկրինինգային հետազոտությունների մասով, կանխարգելիչ, որոշակի քննություններ անցնելու նպատակով իրենք ինքնուրույն հերթագրվեն, իրականացնեն այդ հետազոտությունները եւ այլն իրենց ցանկացած ընտրած բժշկական կազմակերպությունում, դրանով նույնպես կրճատելով անմիջականորեն իրենց ԱՀՊ առողջության առաջնային պահպանման բժշկին դիմելու այդ ճանապարհը, դա հասկանալի է։ Այսինքն միայն մեկ ուղղությամբ մենք չենք աշխատում, տարբեր ուղղություններով, նաև հերթագրման համակարգերն ենք մենք փորձում բժշկական կազմակերպությունների հետ ավելի կառավարելի, հասկանալի դարձնել մեր քաղաքացիներին, հորդորում ենք, որ պարտադիր հերթագրվեն բժիշկներին դիմելուց առաջ եւ այդ հերթագրումը իրականացնեն քաղաքակիրթ ձևով առանց իրար որպեսզի իրենք իրենց հերթագրման ժամին մոտենան, ստանան այդ ծառայությունները եւ ոչ մեկը մյուսից դժգոհ չլինի, այսպես ասած։ Հիմա տեսեք, մենք չենք ունեցել նմանատիպ համակարգ, մեր համակարգը, ես արդեն ասացի, շատ սահմանափակ ծառայություններ է մատուցել շատ սահմանափակ մարդկանց, ինչի արդյունքում մեր մոտ նույն այդ զբաղվածությունը կամ ծանրաբեռնվածությունը շատ ցածր է եղել։ Մեր մոտ նույն առողջության առաջնային պահպանման բժիշկներին դիմելիությունը կամ այցերը տարեկան կտրվածքով ընդամենը 3.1-3.3 է եղել։ Այն դեպքում, երբ որ օրինակ եվրոպական միջին ցուցանիշը 7.2-7.5 է, այսինքն մենք 2 անգամ ավելի պակաս, 2-2.5 անգամ ավելի պակաս այցեր ենք ունեցել, ու բնական է, որ այդ պայմաններում բժիշկները շատ ավելի հանգիստ պայմաններում են եղել։ Հիմա մեր կարծիքով իհարկե լրացուցիչ ծանրաբեռնվածություն այս մի քանի ամիսների ընթացքում եղել է, բայց արդեն մենք օպտիմալ դիմելիության փորձել եք մեղմել իրավիճակը եւ Պարոն Ղարազյան, եւ այտենց շատ խիստ այտենց որոշումների կարիք չունենք, էլի։ Զուգահեռ աշխատաժամանակի ավելացումը հայմիջալոց նաեւ մենք այս տնային այցերի ինստիտուտն ենք աշճանաբար փորձում դուրս մղել, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ժամանակ ծախսել հենց բուժիմնարկում մեր շահառուներին, ուրեմն ծառայություններ մատուցելու։ Տնային այցերը պահպանվում են միայն շարժունակության որոշակի խանգարումներ ունեցող եւ իրենց քրոնիկ հիվանդություններով պայմանավորված քաղաքացիների համար։ Իսկ մնացած բոլոր դեպքերում քաղաքացին պարտավոր է եւ այլնի դեպքում տնային այցերը այլևս չեն լինելու։ Ուղղակի ասենք, չգիտեմ, հարբուխ կամ ես չգիտեմ ինչ որ այլ դեպք։ Բայց հեռախոսով զրուցելով արդյոք թերապևտը կարող է հասկանալ ինչ վիճակում է, արդյոք չի կարող գալ կամ իհարկե կարող է եւ մեր առողջության առաջնային պահպանման կազմակերպությունները ունեն իրենց մոտ հաշվառված այդ բոլոր բնակիչների շարժունակության հետ կապված խնդիրների կամ իրենց քրոնիկ առանձնահատուկ հիվանդությունների այդ շտեմարանները ունեն եւ իրենք շատ հեշտ կարողանում են բնորոշել թե որ այցը պետք է կատարվի։ Շատ լավ, ինձ նաև հետաքրքիր է այն, որ կապված հերթերի հետ ոնց հասկացա, համընդհանուր լուծումներ չկան, զուտ պետք է ըստ թերապևտի եւ ըստ իրավիճակի, թե ում խնդիրն է ավելի կարևոր, կողմնորոշվեն բժիշկները եւ թերապևտները, այստեղ լուծում դեռ չկա, փաստացի, էլի։ Այսինքն տեսեք, նույն հերթում կանգնած են 5 հոգի, 5-րդ հերթը ով ժամը 6-ին է, ֆիզիկապես համ խնդիր ունի, համ իրոք առողջական խնդիր ունի, որը շատ արագ պետք է լուծում տրվի։ Եվ կան նրանից առաջ 4 հոգի, ովքեր պրոֆիլակտիկ, քանի որ անվճար է եւ քանի որ հասանելի է, եկել են։ Այդ իրավիճակը, թե ով է հրատապ, ով է ոչ, տեղում փաստացի թերապևտը պետք է հասկանա, որ միջև ինքը հասկանա, միջև կենտրոնա, գուցե այդ մարդու վիճակ օրինակ վատանա ավելի։ Այն մարդով հրատապ ինչ որ լուսման խնդիր։ Տեսեք, հրատապ օգնության դեպքում քաղաքացիները կամ պետք է զանգեն շտապ օգնություն,
Դե հնարավոր շտապօգնության խնդիր չէ, բայց կամ պետքա դիմեն ուղղակիորեն այն բժշկական կազմակերպություններ, որտեղ որ մենք ունենք անհետաձգելի բուժօգնության emergency ծառայություն, որտեղ որ ապահովագրված անձանց համար նորից այդ անհետաձգելի ծառայությունների տրամադրումը ամբողջությամբ անվճար է եւ պետք չի այդպես պոլիկլինիկայում հերթերի մեջ համաձայն եմ, բայց օրինակ վիրահատությունից հետո եկել են որպեսզի ուղակի թերապևտը նայի, վիրահատված մարդն էլ է հերթ կանգնում, ուղակի պրոֆիլակտիկ ստուգման եկած մարդն էլ է հերթ կանգնում։ Այս պարագայում որևէ լուծում չկա, որ գոնե նախնական բաժանում լինի միջև թերապևտի սենյակ հասնելը։ Իհարկե։ Դե ես հենց դրա մասին եմ խոսում պրոֆիլակտիկ հետազոտությունների մասով տեսեք մենք բժշկական կազմակերպություններին պոլիկլինիկաներում արդեն իսկ տեղեկացրել ենք մեր պոլիկլինիկաներին եւ ամբուլատորիաներին, որ նրանք պետք է ունենան հատուկ սկրինինգային սենյակներ եւ հիմա արդեն մոդելավորվող եւ կառուցվող բոլոր բժշկական կազմակերպություններում Մարուսյան առաջնային պահպանման ծառայություններ մատուցող իրենք պետք է ունենան սկրինինգային սենյակներ։ Երբ կլինի արդեն որ պետք են արված լինի։ Հիմա պետք է արդեն զուգահեռ իրենք այդ պայմանները ստեղծեն, որտեղ որ քաղաքացին կմոտենա այդ կանխարգելիչ իրազեկությունները կանցնի, մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումն է, ճնշման չափումն է, գոտկատեղի չափումն է եւ այլն, այսինքն այդ բոլոր զննումները կանցնի եւ իր այցը կգրանցվի։ Սկրինինգային հետազոտությունների դեպքում ընդհանրապես բժշկական միջամտություն պարտադիր չի։ Դա կարող է իրականացնել քույրը եւ մենք հենց այս պարագայում ամբողջ այսպես ծանրաբեռնվածություն եւ պատասխանատվությունը փորձում ենք փոխադրել հենց սկրինինգային քույրերի վրա, որոնք որ այդ process-ը սկզբից մինչեւ վերջ իրականացնեն։ Արդեն հետագա փուլում, երբ որ քաղաքացու մոտ կհայտնվի որոշակի շեղում, այստեղ նոր բժիշկները միանում են այս process-ին եւ արդեն աշխատում են մեր քաղաքացիների հետ, որպեսզի նրանց բացատրեն ռիսկերը եւ ուղղորդեն համապատասխան այլ լրացուցիչ ծառայություններ, խորհրդատվություն կամ ախտորոշիչ հետազոտություններ անցնելու։ Այստեղ որ բժիշկների դերը կարեւոր է։ Իսկ այդ նախնական փուլում քաղաքացիները իրենք էլ ինքնուրույն կարող են իրականում կարող են մի փոքր պատասխանատվություն դրսևորել եւ հետազոտությունը անցնել կամ այդ մենք հիմա ստեղծում ենք հնարավորություն, որ իրենք լրացնեն իրենց այդ ռիսկերի հարցաշարը եւ այդ ռիսկերի առաջացման դեպքում կարող են ընտրել որ բուժիմնարկում կարող են անցնել այդ հետազոտությունը, մոտենան այդ բուժիմնարկ եւ ուղղակի այդ հետազոտությունը անցնեն։ Այսինքն այս փուլում մենք ընդհանրապես փորձելու ենք ամբողջ ծանրաբեռնվածությունը կամ տեղափոխել բուժքույրերի վրա սկրինինգային կամ էլ ընդհանրապես քաղաքացիներին հնարավորություն տալ ինքնուրույն այդ հետազոտություններն անցնել։ Շատ լավ։ Թերապևտներից ոմանք շատ ավելի ուրախացել են, ասում են, որ աշխատանքը շատացել է, վճարն է շատացել, նրանք նախկինում հատկապես պոլիկլինիկաների թերապևտները քիչ աշխատավարձ են ունեցել, բայց ոմանք էլ իհարկե բողոքում են, որ չեն հասցնում, հոգնում են եւ այլն եւ այլն։ Սրան զուգահեռ նեղ մասնագետներն էլ, չասեմ ահազանգում են, բայց բարձրացնում են այն խնդիրը, որ մարդիկ բոլորը գալիս են թերապևտի մոտ փաստացի, ու թերապևտներից շատերը ըստ իրենց չեն ուղղորդում իրենց մոտ, այսինքն նեղ մասնագետի մոտ չեն ուղղորդում, որպեսզի իրենց մոտ այցերը գրանցվի։ Արդյոք նման դեպքեր դուք նկատել եք թե ոչ, եւ սա ինչով կարելի է բացատրել, արդյոք թերապևտները նման բան կանեն ընդհանուր առմամբ եւ նեղ մասնագետները ճիշտ են բողոքում թե ոչ ըստ ձեզ։ Տեսեք, եթե մենք հասել ենք այդ հաջողությանը, ես միայն ուրախ կլինեմ, եթե մեր այդ ընտանեկան բժիշկները իրենց վրա վերցնեն այդ պատասխանատվությունը նաև այդ մասնագիտական առումով հիվանդությունների հսկողությունը իրականացնելու համար, որովհետև դա իրականում ընտանեկան բժիշկների հենց գործառույթն է, շատ կարևոր, բայց ցավոք սրտի ոչ բոլոր դեպքերում է ու երևի հիմնականում նամանավանդ քաղաքներում ընտանեկան բժիշկների այդ ինստիտուտը մի փոքր այլ ձևով է, որովհետև այստեղ ընտանեկան նեղ մասնագետները հասանելի են պոլիկլինիկայում կողքի դռնից ներս նստած են ու իրենք ուղեգրում են։ Չնայած մենք ապահովագրության դեպքում փոխել ենք մոդելը, եթե նախկինում օրինակ
նույն նեղ մասնագետները ակնաբուժ, ֆթիզիատր եւ այլն իրենք ֆիքսված աշխատավարձ էին ստանում, այսինքն ինչքան որ բնակչություն իրանք սպասարկում էին, այդ ամեն մի բնակչի համար որոշակի նորմատիվ էր հաշվարկված եւ նրանք ֆիքսված այդ բնակիչների թվականակով իրենց աշխատավարձը ստանում էին, այսպես ասած пассив եկամուտ էր։ Ապահովագրության դեպքում նրանք պետք է համապատասխան խորհրդատվություն տրամադրեն կամ նաև այցերի միջոցով այդ քրոնիկ հիվանդություն ունեցողներին հսկեն եւ այդ այցերի եւ խորհրդատվությունների ընդհանուր ծավալից է կախված իրենց նաև աշխատավարձի չափը։ Սա ավելի առաջադեմ, ավելի մրցակցային եւ պահանջարկի ճիշտ գնահատման առումով ավելի ժամանակակից մոդել է ֆինանսավորման եւ նաեւ այդ բժիշկների վարձատրության, որովհետեւ վարձատրությունն էլ գոյանում է իրենց մատուցած խորհրդատվությունների եւ այցերի թվականակից։ Դա է նաեւ պատճառը, որ որոշ նեղ մասնագետների մոտ դժգոհություններ են առաջացել, որովհետեւ իրականում հիվանդների թիվը շատ պակաս է եւ իրենք այդ իրենց նախկինում ստացած այդ ստաբիլ գումարներից որոշ չափով զրկվում են, բայց դա է իրական զարգացումը առողջապահության համակարգի եւ մենք պետք է պարտավորենք մեր գումարները, մեր քաղաքացիների կողմից վճարված ապահովագրավճարները, նաեւ պետության կողմից տրամադրված սուբսիդիաները մենք պարտավոր ենք ծախսարդյունավետ օգտագործել եւ ուղղել այն մասնագիտություններին, այն ծառայություններին, որոնք իրականում պահանջված են եւ որոնց մասով այդ ծառայությունները տրամադրվում են, այլ ոչ թե այտենց пассив ինչ-որ թոշակներ տրամադրենք։ Այդ առումով իհարկե մենք մի փոքր ժամանակ ունենք եւ ճանապարհ ունենք անցնելու, որ նույն այդ նեղ մասնագետների համար համապատասխան պայմաններ ստեղծենք նաեւ իրենց վերապատրաստումների, այլ մասնագետ ընտանեկան բժշկություն օրինակ, ու հիմա շատերը արդեն իսկ այս ծրագրի շրջանակներում կառավարության կողմից մշակված առողջապահության նախարարության անվճար ընտանեկան բժշկության այդ արդյունատուրայի, արդյունատուրայի դասընթացները կարող են անցնել եւ ընտանեկան բժշկությունն է մեր համակարգի հիմնական մոդելը, այսինքն մենք գնալու ենք այս ճանապարհով։ Մեր ընտանեկան բժիշկները արդեն հիմա 600-700 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ նրանց աշխատավարձը ավելի է մեծանալու։ Եթե նրանք իրենց վրա վերցնեն այդ բեռը մասնագիտացված բուժօգնության։ Բայց հանկարծ չգնանք նրա այն ճանապարհով, որ ելնելով միայն քանակից եւ աշխատավարձից, բոլորը որոշեն ընտանեկան բժիշկներ դառնալ ու արդյունքում կիսատ պռատ բժշկություն ունենանք, ինչպես ասում են։ Այս դուք կանխատեսել եք այս առումով, հա, որքանով ճիշտ կլինի այդ ճանապարհով գնալը։ Այս մոդելի պայմաններում, երբ որ ինքը մրցակցային միջավայրում է ձևավորվում այդ պահանջարկը, նաև բժշկական ծառայությունների, նաև բժիշկների մասնագիտությունների, երբ որ այս միջավայրում է ձևավորվում, ինքը չի կարող բացասական ուղղությամբ զարգանալ, որովհետև դա է իրականը։ Մենք հակառակը այս նախորդ տարիների ընթացքում ոչ իրատեսական, ոչ իրական ճանապարհով ենք ընթացել, ինչը բերել է նրան, որ մարդիկ նույնիսկ եթե ինչ-որ կարիք ունեին նեղ մասնագետի, նրանք ընտրում էին այլ նեղ մասնագետի, գնում էին ուղղակի վճարում էին դրա համար, իրենց գրպանից, նույնիսկ երբ որ այդ անվճար էր, հա, որովհետև ցավոք սրտի պոլիկլինիկաների ճիշտ է հայտարարված էր, որ անվճար է, նեղ մասնագիտացված բուժօգնություն խորհրդատվությունները անվճար է, բայց այնքան չնչին էր այնտեղ ֆինանսավորումը, որ օբյեկտիվորեն նաև մասնագետների շատ մեծ պակաս կար, ու այդ պակասը հիմա զգացվում է, ու հիմնականում մեր մարզերում է զգացվում, ու այդ նախկին մոդելի ուրեմն հենց արկայությունն էր այդ պատճառներից մեկը, որ մենք նաև չունենք նորմալ համալրված մասնագետներով մեր մարզային բժշկական կենտրոններ։ Հիմա մենք տեսնում ենք, որ լրիվ նոր իրողություն, երբ որ մեր նեղ մասնագետները գնում են մարզերում խորհրդատվություններ են տրամադրում, տեղափոխվում են մարզեր աշխատանքի, երիտասարդ բժիշկներ եւ այլն, այսինքն մենք պետք է ապահովենք համապատասխան մեխանիզմներ, որպեսզի նաև առողջապահության նախարարությունը իր քաղաքականությունը ընդհանուր առմամբ բժշկական ծառայությունների հասանելիության առումով ապահովի
բոլոր մեր քաղաքացիների համար։ Մեր հիմնական նպատակը դա է, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր պրոֆիլի, ընդհանուր հասանելի ծառայությունները ապահովել մեր քաղաքացիների համար իրենց մոտ շատ ավելի մոտ աշխարհագրորեն դիրքերում։ Բնական է, որ կլինեն դեռ նեղ մասնագիտական առանձին ծառայություններ, որոնք կենտրոնացված կլինեն Երևան քաղաքում կամ որոշ մարզային կենտրոններում, բայց հիմնական ծառայությունների մասով նույն խորհրդատվությունները մասնագիտացված, նույն ընդհանուր բնույթի վիրաբուժական ծառայությունները, ասենք տարբեր տեսակի նեղ մասնագիտացված վիրահատություններ եւ այլն մարզերում ապահովեն, ինչը զգալիորեն կբարձրացնի նաեւ մատչելիությունը մեր քաղաքացիների համար։ Շատ լավ, պարոն Խարազյան, խոսենք նաեւ այն մասին, որ բոլորի համար փաստացի 10.800 դրամն է նույն։ Արդյոք չեք կարծում, որ սա մի փոքր արդար չէ, որ համ 200.000 ստացողն է այդքան փաստացի վճարում, համ 500.000, համ 1 միլիոն։ Ավելի ճիշտ չէր լինի, եթե ըստ աշխատավարձի լիներ վճարի քանակը, ոչ թե ստաբիլ 10.800 դրամ։ Տեսեք, այդ արդարությունը հավաքագրման վերցրել է իր վրա ապահովումը դրա, վերցրել է իր վրա պետությունը։ Եվ սուբսիդավորումը ավելի ցածր եկամուտ ունեցողների ապահովագրավճար։ Ես արդեն նշեցի, որ 200-ից 500.000 աշխատավարձ ստացողների համար դրույքաչափը 4.800 դրամ է փաստացի, որովհետև 6.000 դրամը պետական բյուջեից սուբսիդավորվում է։ Ինձ թվում է, որ կարգավորումը այդ առումով արդարության տեսանկյունից հավաքագրման պետական բյուջեի, պետության քաղաքականության սոցիալական մաս պետքա լինի եւ պետությունը պետքա որոշի կոնկրետ ինչ ցուցանիշների հիման վրա է իրականացնելու այդ սուբսիդավորումը եւ մեր մի փոքր ավելի միջանկյալ, ասենց ասեմ, նպատակը նա է, որպեսզի մենք այդ սուբսիդավորումը կապենք եկամուտների հայտարարագրման համակարգի հետ, երբ որ մենք կունենանք արդեն բոլոր անձանց ֆիզիկական եկամուտների հայտարարագրում մենք կունենանք նրանց եկամուտների պրոֆիլը եւ ելնելով այդ պրոֆիլից արդեն պետությունը համապատասխան ձևով կսուբսիդավորի նրանց ապահովագրավճարները նույնպես։ Շատ լավ, բայց ամեն դեպքում, երբ որ այդ անարդարության զգացումի հետ մեկտեղ նաև հաշվարկային առումով եմ ուզում հասկանալ պետության վրա այդքան մեծ ծանրություն փաստացի դնելով եւ դուք ասացիք, որ դեռ գալու ենք նրան, որ մինչեւ 200.000 ստացողներն են ունենալու առողջապահական ապահովագրություն, արդյոք հաշվարկները բոլոր արված են եւ հնարավոր մոտակա առաջիկա 5 տարում ֆինանսական ոչ մի ավելնորդ խնդիր չի ստեղծվելու պետության համար այս առումով։ Ֆինանսական խնդիր ինչի տեսանկյունից, այն տեսանկյունից, որ այս պահին դուք բոլորին այն մարդիկ, ովքեր ասացիք ավելի շատ մարդ է անգամ դիմել եւ այլն, եւ դուք բժիշկներին տալիս եք գումարները, չէ՞, որքան գիտեմ, ստաբիլ տալիս եք։ Նախ այս հաշվարկը որ շարունակենք, փաստացի ավելի շատ են դիմելու, ավելի շատանալու է գումարը։ Եվ երբ որ արդեն նոր օղակը միանա, մինչեւ 200.000-ը, այդ ահռելի գումար է դառնում փաստացի պետության համար, ճիշտ հաշվարկ է արված, որ պետությունը կարող է այդ ամենի տակից դուրս գալ։ Եթե դուք նկատի ունեք ընդհանուր առմամբ բյուջեն, ապահովագրության ու հատուցումների ծավալը, մեր կանխատեսումների շրջանակներում, ասենց ասեմ, առայժմ, երբ որ մենք տեսնենք, որ այդ ծախսերը, այսինքն դիմելիությունը, այնտեղ, չգիտեմ, հիվանդությունների կառուցվածքը, ծառայությունների կառուցվածքը, որովհետև հիմա ծառայությունների կառուցվածքն էլ ամբողջովին փոխվում է, երբ որ կտեսնենք, որ դրանց նաև գների, չափերի փոփոխությունները, նույն այդ ինդեքսների փոփոխությամբ պայմանավորված գնաճ եւ այլ ուրեմն պատճառներով, երբ որ մենք տեսնենք, որ դրանց ազդեցությունը կարող է ուրեմն մեծ լինել եւ մեր ֆինանսական կայունությանը ինչ որ ձևով խոչընդոտել, մենք անպայման կա նման ընթացակարգ, կառավարության որոշման հիմա նախագիծը շրջանառվում է, թե որ դեպքերում կարող է հիմնադրամը կամ առողջապահության նախարարությունը դիմել ապահովագրավճարի չափի ավելացման հետ կապված առաջարկով։
եւ մենք բարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, մշտադիտարկում ենք իրականացնում։ Այս պահին այս առումով խնդիրներ չկա, այսինքն դուք կարողանում եք ամբողջությամբ հատուցել։ Այս պահին նման խնդիրներ չկա ու կանխատեսումներով էլ մենք այս տարվա համար չենք սպասում, որ մենք կարող ենք ունենալ ինչ-որ տենց շատ մեծ ծախսեր, որոնք չեն անհաղթահարելի կլինեն մեր համար, բայց բնականաբար ընթացքում պահանջարկը աճելու է, մարդիկ ցանկանալու են այլ ծառայություններ ներգրավել ապահովագրության փաթեթում, ավելի մեծ ուշադրություն դարձնել անհատական ռիսկերի վրա, որովհետև մեր համակարգը ինքը համընդհանուր, ընդհանուր առողջական ռիսկերի վրա է հիմնված, անհատական ռիսկերի այսպես մասը մենք փորձել ենք տեղափոխել արդեն մասնավոր ապահովագրականների տիրույթ, որպեսզի նրանք կազմեն որոշակի փաթեթներ, լրացուցիչ։ Ես հարց էի ուզում տալ, որովհետև գործատուներից շատերը բարձրացրին այն խնդիրը, որ ձեր հարցը կշարունակեք նախորդ, բայց որ զուգահեռ ասեք նաև այն մասին, թե այն գործատուն, որը արդեն ունի, համագործակցում է որևէ ընկերության հետ, ինչպես պետք է այդ ամենը կարգավորի, որպեսզի ապահովագրությունը իր աշխատողի լինի։ Տեսեք, հենց այդ խնդիրների լուծման եւ ավելի որոշակի դարձնելու համար մենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ կնքել ենք հուշագիր, ինչը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք աշխատենք ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների վրա համատեղ եւ ցանկացած տիպի փոփոխությունների վերաբերյալ նախորոք տեղեկացնենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք էլ դրան համահունչ կառուցեն իրենց լրացուցիչ փաթեթները, որոնք որ նրանք կարող են առաջարկել այդ գործատուներին։ Եվ մենք ակնկալում ենք, որ նրանց կողմից ավելի ակտիվ ձևով կկազմվեն այդ փաթեթները լրացուցիչ մեր հետ համատեղ, նաև որովհետև մենք պատրաստակամ ենք իրենց հետ տվյալներով կիսվելու եւ կիսվել ենք որոշակի չափով տվյալներով, թե այդ դուրս մնացած, այստեղ համընդհանուր ապահովագրությունում բացառություն համարվող ծառայությունների մասով ինչ դիմելիություն կա, ինչ ծախսեր են եւ այլն, որպեսզի նրանք էլ դրան համահունչ ավելի այսպես իրենց կառուցվածքով եւ բովանդակությամբ ավելի համահունչ փաթեթներ կազմեն եւ առաջարկեն մեր քաղաքացիներին։ Մենք ակնկալում ենք, որ այդ համագործակցության արդյունքում մենք կամբողջացնենք քաղաքացիների համար, ուրեմն առողջապահական ծառայությունների, ուրեմն տիրույթը եւ քաղաքացիների համար արդեն միևնույն կլինի իրենք այդ ծառայությունը, այսինքն իրենց կողմից ձեռք բերված ծառայությունը կամ ստացած այդ ծառայությունը ով կհատուցի համընդհանուր ապահովության շրջանակներում, թե մասնավոր ապահովագրական ընկերությունը իրենց հետ կաշխատի մեկ ընկերություն կամ մասնավորը կամ համընդհանուր ապահովությունը, իսկ ներսում արդեն մենք արդեն այդ process-ները կկազմակերպենք հատուցումների։ Դրանով կհեշտանա իրականում։ Դրանով բնականաբար հեշտացնելով նաև իրենց համար, որովհետև իրենք տարբեր տեղեր, տարբեր բաներ չեն փորձի համադրեն, ասենք զուգակցեն, փորձեն, ասենք այդ ճշտեն, ով պետք է հատուցի, երբ, ինչի համար, նամանավանդ որ մենք նմանատիպ պայմաններ չունենք հայտնելու նախորոք, համաձայնեցնելու եւ այլն եւ այլն։ Մեր համար պայմաններից ամենակարևորը, որպեսզի նրանք հերթագրվեն իրենց առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ, դիմեն նրան գանգատների դեպքում եւ համապատասխան խորհրդատվություն ստանալուց հետո, երբ որ արդեն բժիշկը կուղարկի մասնագետի խորհրդատվության կամ լաբորատոր հետազոտությունների, ուղղակի դիմեն այն կազմակերպություններին, այն բժիշկներին, որոնց հետ հիմնադրամը համագործակցում է։ Այդ ցանկին նրանք կարող են ծանոթանալ մեր կայքեջում, մեր կայքեջը բավականին մեծ ինֆորմացիա է տրամադրում թե ծառայությունների, որտեղ իրենք կարող են այդ ծառայությունը նաև քարտեզների միջոցով, նույնը դեղորայքի մասով, դեղատների ցանկը մենք մոտավորապես 1300 արդեն համագործակցող դեղատուն ունենք։ Դեղատներից էլ կուզեմ մի փոքր խոսենք, հիմնական բոլոր դեղատների հետ դուք այս պայն աշխատում եք, ոնց հասկացա, որ իմ կարծիքով այո, բոլոր եւ Երևանում եւ
մարզերում գործող, հա, եւ նորմալ, ստաբիլ գործող դեղատները, գրեթե բոլորը միացել են մեր համակարգին եւ շատ պարզ ու հեշտ մեխանիզմ է դրված, թե հաշվարկների առումով թափանցիկ, բաց հաշվարկներ են, թե մեր կայքեջում տեղադրված է հատուցումների գները, եթե որոշակի դեղերի համար նախատեսված է համավճարների չափերն էլ դեղերի գների տարբերության մասին ասեք, հա, եթե տարբեր են գները, դուք ինչ գնով որ հա տրվել է այդ գինն եք վճարում փաստացի դուք չեք սահմանում։ Այնտեղ նշվում է, թե մենք ինչ չափով ենք փոխհատուցում ու եթե կա համավճար, նաև նշված է համավճարի չափը։ Այսինքն դեղատունը պետք է ներկայացնի քաղաքացուն, որ ենթադրենք այսքանը դուք համավճար պետք է կատարեք, եթե ընտրում եք այս դեղը, որովհետև նույն այդ ընդհանուր անվան կամ ջեներիկ անվան ազդող նյութով, հա, գիտեք որ նույն ազդող նյութով կարող ունենալ տարբեր դեղեր, տարբեր բրենդների, եւ քաղաքացու ընտրությունն արդեն թե ինքը որն է ընտրում, այն որը ամբողջությամբ փոխհատուցվում է հիմնադրամի կողմից, թե այն որ ինքը պետքա դրան նաև համավճար կատարի ու ես նաև կարևորում եմ հենց այս մեխանիզմի ներդրումը, որովհետև նախկինում մենք բազմաթիվ բողոքներ ենք լսում, որ քաղաքացիներին առաջարկվում էր պոլիկլինիկաներում միայն մեկ տեսակի դեղ, որովհետև միայն այդ տեսակն էր մասնակցել տենդերի եւ շահել եւ նրանք ստիպված պետք է այդ դեղը վերցնեին այն դեպքում, երբ որ դեղերի մասով գիտականորեն ապացուցված է անհատական տանելիության, այսպես ասած, սկզբունքը եւ շատ քաղաքացիներ իրենց արդեն քանի որ քրոնիկ հիվանդներն են հիմնականում այդ դեղորայքի ծրագրից օգտվում, փաթեթից, նրանք արդեն ունեն ձևավորված իրենց օրգանիզմում պահանջարկ կոնկրետ այդ դեղի, հա, ազդողնյութի եւ այլն, եւ բնականաբար նրանց համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում այլ դեղի հետ հարմարվելը, այդ իսկ պատճառով մենք հենց այս մոդելը ընտրեցինք, որ նրանց հնարավորություն տանք ընտրել, թե որ դեղն են իրենք ցանկանում ձեռք բերել։ Պարոն Խարազյան, նաև ինձ հետաքրքիր է մեր առողջության ապահովագրման համակարգը, երբ որ արդեն բոլորին վերաբերվի, հուսով եմ հնարավորինս շուտ ժամանակներում, արդյոք Հայաստանից դուրս էլ է հեշտացնում, հա, մեր կարգավիճակային առումով, որ մենք այստեղ ունենք ապահովագրություն եւ ցանկացած երկրում, օրինակ, դա կարող է գործել կամ գուցե հետագայում այս մասին ինչ որ հարցեր քննարկվեն։ Այդ մասով պետք է հիասթափացնեմ, որ մենք դեռևս մեր ծառայությունները փոխհատուցելի են եւ փոխհատուցում են միայն այն ծառայությունները, որոնք որ մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մեր հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր ունեցող համագործակցող բժշկական կազմակերպությունում։ Մենք իմիջիայլոց կարող ենք փոխհատուցել նաև այլ կազմակերպությունում ստացած ծառայությունների դիմաց, բայց դա շատ առանձնահատուկ դեպքեր պետք է լինեն, որ, չգիտեմ, անհետաձգելի շատ ինչ-որ կամ այնպիսի իրավիճակ, ասենք, չգիտեմ, ռազմական կամ այլ պայմաններա, որ տեղաշարժման խնդիրներ առաջացնում եւ այլն եւ քաղաքացիները ստիպված իրենց անհետաձգելի ծառայությունը ստանում են նմանատիպ բժշկական կազմակերպություններում, բայց հիմնականում այն պայմանները, որ ես ասացի, այդ պայմանների շրջանակներում, այսինքն դիմում են իրենց բժշկին, վերցնում են ուղեգիրը, խորհրդատվությունը, հետազոտություններն են անցնում եւ եթե անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնությունը եւ հիմնադրամի հետ համագործակցող բժշկական կազմակերպություններում։ Միակ պայմանը դա է, պետք է այդ պայմանը ինձ թվում է ապահովել։ Ի տարբերություն մասնավոր ապահովագրականների կամ այլ երկրներում գործող պայմանների, ինձ թվում է մեր մոտ շատ պարզ ու մենք էլ փորձել ենք մեր համակարգը ինչքան հնարավոր է որոշակի դարձնել մեր քաղաքացիների համար ու ինձ թվում է որ մենք դրան հասել ենք, որովհետև մեր կայքեջում դրված է ամբողջությամբ ամբողջ տեղեկատվությունը, որ իրենց կարող է հետաքրքրել։ Եթե համավճարագործում ինչ-որ ծառայության համար կամ արկա է որոշակի առանձնահատկություն փոխհատուցման, այդ ամեն ինչը տեղադրված է կոնկրետ ծառայություն, նրանք կարող են որոնել անվանումով, նույնիսկ մի քանի տարով նայել, տեսնել, ծանոթանալ, որպեսզի նաև բուժիմնակը նրանցից չեմ ասում միտումնավոր, բայց միգուցե ոչ միտումնավոր, ավել գումար չպահանջի կամ վճարումներ չպահանջեն, որ իրականացնեն։ Նաև մենք ունենք արհեստական բանականությամբ աշխատող օգնական կայքեջում, որ ցանկացած տիպի հարց
այդ թվում նաև առողջական կարող են ուղղել։ Հուսով եմ բուժումներ գոնե չի նշանակում եւ ասում որ պետք պարտավոր են դիմել իրենց առողջական առաջնային պահպանման բժշկին, բայց ամեն դեպքում դա մենք նախատեսել ենք։ Իրականում ես ուսումնասիրել եմ Կայքեջի ընդհանուր ինֆորմացիային ծանոթանալու համար, նաև կոմենտներն էի կարդացել տարբեր խմբերում բժշկական, հա, ու ընդհանուր արձագանքները ասեցի արդեն, որ հիմնական հերթերից են բողոքում, որի մասին արդեն խոսեցինք, եւ մյուս բանը, որ էլի նկատեցի, որ ոմանց համար ինֆորմացիայի մի փոքր պակաս կա։ Այս հարցը ես գիտեմ, որ դուք աշխատանքներ տանում եք ձեր ամբողջ թիմով, խմբով, բայց շատերը վերագրեցին, որ այդ ամբողջ ինֆորմացիան, որը դուք տարածում եք այս փուլում, մի փոքր նախընտրական քարոզարշավի նմանվեց, այսինքն, քանի որ ժամանակը զուգադիպեց, բնականաբար ընկալեցին որպես քարոզարշավի մի մասնիկ։ Այս մասին չկասեք։ Նման, այսպես ասած, զուգադիպություններ իհարկե կարող են լինել, որովհետև տեսեք կառավարությունը իր ծրագիրը իրականացնում է ու ցանկացած փուլում երբ որ դա տեղի ունենար, միևնույն է, այդ մեղադրանքները կարող էին հնչել, բայց իրականում ինքը համակարգի մշակումը, պատրաստումը, դրա ներդրումը պահանջում է բազմակողմանի հավաստիացված կամ այսպես ասած ապացուցված, հա, որոշակիորեն նաև թե ծախսերի տեսանկյունից, թե ծառայությունների, թե նաև այդ պետության հնարավորությունների, որպեսզի նույն այդ ապահովագրավճարները, հա, կարողանան սուբսիդավորել, այսինքն այդ ամեն ինչը պետք է զուգադրել։ Եվ ինձ թվում է, որ կառավարությունը գտավ այդ զուգադրման ժամանակահատվածը եւ մեր տնտեսական աճի պայմաններում, հնաաճի պայմաններում փորձեց այդ հնարավորությունը։ Այսինքն այս գործողությունները անկախ նրանից լինելու էին հունիսին ընտրություններ, թե չէ, լինելու էին, այսինքն մենք գալու ենք հիմա սրա։ Հա, իմիջիայլոց ես պետքա նաև ասեմ, որ շատ մեծ ծանրաբեռնվածությունը նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ շատ այսպես ասած տարբեր տեսակի ուժեր, այդ թվում նաև իմ համար զարմանալի էր, որ շատ բժիշկներ նշում էին, որ այս համակարգը գործելու է մինչև ընտրությունները եւ այլն, այսինքն եւ քաղաքացիները բնականաբար լսելով այս մասին փորձում էին իրենց առողջական խնդիրները։ Ասում էին, որ ֆինանսական առումով չհաշվարկված է ամեն ինչ։ Դե հենց այդ խնդիրն է ու որ այսա շուտով գումարները կվերջանան եւ համակարգը կդադարեցվի եւ այլն ու սա նույնպես ազդեց դիմելության աճի ավելացման վրա, որովհետև առանց այդ էլ հետաձգված այս ծառայությունները մարդիկ ցանկանում էին առաջնահերթ լուծել, դրան ավելացավ նաև այսպես ասած ոչ պարկեշտ, հա, այդ հայտարարությունները եւ դրա պատճառով նույնպես որոշակիորեն ավելացավ։ Նրանք էլ իրենց բացատրություններով, իրենց փաստերով են փաստացի խոսում։ Ես կներեք, բայց այնտեղ ոչ մի փաստեր չկա, այսինքն ոչ մի տրամաբանված եւ հիմնավորված որոշակի հաշվարկների վրա հիմնավորված ոչ մի փաստեր չեն ներկայացվել ուղղակի մեզ, այսինքն կարող է ներկայացվել են այլ տեղեր, որի մասին մենք տեղյակ չենք, հակառակ դեպքում, որովհետև համակարգի ներդրման ընթացքը միայն այս փուլում 2019 թվականից սկսած ես նույնիսկ չեմ կարող ասենք հիմա հիշել, թե մենք ինչքան քննարկումներ ու հանդիպումներ ենք ունեցել։ Բժիշկների հետ հանդիպումներ ունենում եք, հատկապես այն բժիշկների, ովքեր այս ամենի դեմ խոսում են։ Չէ, այսինքն դեմ խոսացող բժիշկները պետքա որոշակի ուրեմն փաստարկներ ներկայացնեն հստակ։ Պատրաստ եք հանդիպել, քննարկել օրինակ տարբեր առաջարկներ, գուցե իրենց տեսանկյունը հայտնեն։ Ճիշտն ասած, մենք հանդիպում ենք բժշկական ասոցիացիաների, այսինքն մասնագիտացված բժշկական ասոցիացիաների խմբերի հետ, ավելի շատ մասնագիտական հարցեր քննարկելու եւ չեմ պատրաստվում հանդիպել այսպես ասած ընդհանուր, հա, ինչ որ քաղաքական կամ կարող է ոչ քաղաքական հայտարարություններ հնչեցնող ինչ-որ խմբերի հետ, որոնք որ բժշկական հանրությանը չեն ներկայացնում, մենք հանդիպում ենք բժշկական ասոցիացիաների գլխավոր մասնագետների հետ, քննարկում ենք տարբեր տեսակի հարցեր, այդ թվում նաև կապված այս կամ այն ծառայության
գների, արժեքների ձևավորման, բժիշկների աշխատավարձի վարձատրության չափերի ձևավորման, դրանց չափաքանակների կարգավորման հետ կապված հարցեր ենք քննարկում եւ անընդհատ մենք այդ աշխատանքների ընթացքում ենք հիմա էլ բարբերաբար համակարգի ներդրումից հետո մենք ստանում ենք իրենց կողմից առաջարկներ, մշակում ենք, աշխատում ենք դրա վրա, առողջության դեպքում հրավիրում ենք իրենց մեր մոտ, հանդիպում ենք իրենց հետ, այսինքն սա սովորական աշխատանքային գործընթաց է ու մենք չենք տեսնում անհրաժեշտություն դա անընդհատ հրապարակային, այսպես ներկայացնելու ու ասենք ոչ ճիշտ տվյալներ հրապարակելու կամ ինչ-որ ներդրման փուլում հայտնված որոշակի շեղումների հիման վրա այսպես ապոկալիպտիկ կանխատեսումներ իրականացնելու Շատ լավ ժամանակ չենք ուզում ծախսենք ավելի կարևոր գործեր կան Շատ լավ, դե հաջողություն եմ մաղթում ձեր ծրագրին, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ